Բարև ձեզ սիրելի աշակերտներ, այսօր ձեզ համար կլուծեմ 6-րդ դասանի մաթեմատիկայի Հեղինակ Այվազյան 637 խնդիրը։ 637 Դպրոցական գրադարանում կա գեղարվեստական, ուսումնական, գիտահանրամատչելի և տեղեկատու գրականություն։ Գեղարվեստականը կազմում է ընդհանուր գրքերի 2/5 մասը, ուսումնականը 1/12 մասը, իսկ գիտահանրամատչելին գեղարվեստական և ուսումնական գրքերի ընդհանուր քանակի 3/10 մասը։ Մնացած 223 գրքերը տեղեկատու գրականությունն են։ Ընդամենը քանի գիրք կա գրադարանում։ Գրենք գրադարանում կա X քանակով գիրք, գրենք X հատ գիրք, X քանակով։ Այժմ գրենք գրականությունը, կա հետևյալ գրականության գրքեր, գեղարվեստական, գրենք գեղարվեստական, կա ուսումնական, գրենք ուսումնական, գիտահանրամատչելի, և կա տեղեկատու գրականություն, գրենք տեղեկատու։ Այժմ նայեք, գեղարվեստականը ասում է, կազմում է ընդհանուր գրքերի 2/5 մասը։ Եթե ընդհանուր գրքերի քանակը X հատ է, ապա 2/5 մասը կլինի 2/5 X հատ, 2/5 X հատ։ Ուսումնականը 1/12 մասը, այսինքն 1/12 X։ Իսկ գիտահանրամատչելի գրականությունը գեղարվեստական և ուսումնական գրքերի ընդհանուր քանակի 3/10 մասը, այսինքն գեղարվեստական և ուսումնական ընդհանուր քանակի 3/10 մասը, այսինքն բազմապատկված 3/10-ի։ Սա գիտահանրամատչելին, իսկ տեղեկատու գրականությունը 223 գիրք։ Պահանջը, քանի գիրք կա ընդհանուր։ Լուծում։ Այժմ նայենք, եթե մենք ընդհանուր գրքերի քանակից հանենք գեղարվեստական գրքերի քանակը, այսինքն X-ից հանենք 2/5 X, հանենք ուսումնական գրքերի քանակը, այսինքն հանենք 1/12 X, հանենք գիտահանրամատչելի գրքերի քանակը, այսինքն 3/10 բազմապատկված 2/5 X պլյուս 1/12 X, ապա կստանանք տեղեկատու գրքերի քանակը 223։ Այժմ նայենք հայտարարներին 5, 12 և 10, սա 1 անդամ, 2 անդամ, 3 և այս բոլորը համարվում է մի անդամ, համարենք մի անդամ, ընդհանուր հայտարարները 10։ Բոլորը ընդհանուր հայտարարը 60-ն է, ազատվենք ընդհանուր հայտարարից, գրենք անգամ 60։ Այժմ X-ը բազմապատկելով 60-ի, կստանանք 60X, 60-ը 5-ի հետ կրճատվում է, այսպես կրճատվում է, ստացվում է այստեղ 12, 2 անգամ 12, ստացվում է 24X, 60-ը 12-ի հետ կրճատվում է, այստեղ ստացվում է 5, ստացվում է մինուս 5X, մինուս 60-ը 10-ի հետ կրճատվում է, ստացվում է 6, այսինքն 18, բազմապատկված, այստեղ նույնպես բերելով ընդհանուր հայտարարի 60, ստանում ենք այստեղ 12, այստեղ 5, ստացվում է 24X պլյուս 5X, հավասար է 223 անգամ 60, ստացվում է 13380։ Այժմ 60X մինուս 24X մինուս 5X ստացվում է 31X, մինուս 18-ը 60-ի հետ կրճատենք 6-ով, ստացվում է այստեղ 10, այստեղ 3,
այսինքն 3 անգամ 29x 10-րդ վանել հավասար է 13370։ Այժմ գրենք 31x մինուս 87x 10-րդ հավասար է 13380։ Այժմ ազատվենք 10 հայտարարից, այսինքն բոլոր անդամները բազմապատկենք 10-ով, 31x բազմապատկած 10 ստացվում է 310x, մինուս 10 հայտարարը ջնջվում է, ստացվում է 87x, սա էլ հավասար է 133,800-ի։ 310x մինուս 87x լինում է 233x հավասար է 133,800, x-ն էլ հավասար է 133,800-ը պետք է բաժանենք 233-ի, ստացվում է 600։ Պատասխան, քանի որ մեր մոտ այլևս տեղ չմնաց, պատասխանը կգրենք այսպես վերևում, գրենք պատասխան 600 գիրք։